հայերենով եւ պիտի կարդամ Մատթեոսի ավետարանին մեջ առաջին գլուխը 18-րդ համարեն։ Հիսուս Քրիստոսի ծնունդը այս գերբով եղավ։ Անոր մայրը Մարիամ Հովսեփին նշանված դեր իրավունքով չեկած Սուրբ Հոգին հղացած գտնվեցավ։ Հովսեփ անոր այրը արտար մարդը լալով ու ճուզելով որ զանիգա խայդարագն է, մտածեց որ զածկապար արցագե զանիգա։ Եվ երբ անիգա այս բանը գմտածեր, ահա դերոջը ռեշտագը երազի մեջ երևցավ անոր ու ասավ. Հովսեփ Դավիթի որդի, մի վախնար Մարիամը իբրգին առնել է, վասնզի անոր ներսիտին ծնածը Սուրբ Հոգին է։ Ան որդիմը պիտի ծնանի, անոր անունը Հիսուս պիտի տնես, կանզի անիգա իր ժողովուրդը իրենց մեղքերեն պիտի բրգե։ Այս ամենը եղավ, որպեսզի կատարվի դերոջմեն ըստվածը մարգարեին միջոցով, որ գսե ահա գույսը պիտի ըղանա, ու որդի պիտի ծնանի, անոր անունը Էմմանուել պիտի գոչեն, որ գտարմանվի Աստված մեզի հետ։ Հովսեփ քունեն արթնալով, ինչպես դերոջը ռեշտագը իրեն հրամայեց, այնպես ըրավ, ու իր գինը քովն արավ, եւ չկիցավ զանիգա, մինչև իր անթրանին որդին ծնավ, անոր անունը Հիսուս դրավ։ Մատթեոսի ավետարանը մեզի գբատմե թե ինչպես եղավ Հիսուսի ծնունդը, որ պիտի դոնենք այս շաբաթ եւ մեզի համար հայերուն համար հաջորդ շաբաթը։ Այս ծնունդը ինչ կնշանակե մեզի համար եւ ինչ պատկամ ունի մեզի համար։ Գնանք ասել, որ ծնունդին պատկամը Հիսուսի անունի մեջ գրված է։ Հիսուս կնշանակե Աստված կփրկե, կամ Աստված փրկություն է։ Այսինքն կնշանակե, որ Հիսուսի ասենք առաքելությունը նպատակը, որ աշխարհ եկավ, գլխավոր նպատակը հոներ մեզ փրկելու համար, մեր մեղքերեն ազատելու համար։ Որովհետև բոլորս ալ գիտենք եւ գտեսնենք, թե մենք մեղավորներ ենք։ Եվ գիտենք, որ Աստվածաշունչը գսե մեզի, թե մեղքի վարձքը մահ է։ Եվ գիտենք, որ բոլորս ալ մահվան դատապարտված ենք։ Սակայն Հիսուսի անունը, Հիսուսի բարի լուրը, ծնունդի բարի լուրը, մեզի գսե, որ Հիսուս եկավ այս աշխարհ մեզ ազատելու մեր մեղքերեն։ Ինքն է, որ կարող է ներել մեր մեղքերը, որովհետև ինքը ըլալով ճշմարիտ Աստված, ըլալով ճշմարիտ մարդ, ինքը խաչին վրա մեռնելով մեր բոլոր մեղքերը կավեց, աշխարհի բոլոր մեղքերը կավեց։ Ասի է բարի լուրը, որ մենք դալու ենք ամբողջ աշխարհի, որ գիտենք, թե եթե մենք ապաշխարենք, եթե մենք սրտանց ներողություն խնդրենք եւ ամեն անգամ որ պետք է գիտենք որ Աստված գներե, քանի որ Հիսուսի անունը կնշանակե թե Աստված կփրկե, Աստված եկավ մեզ փրկելու համար։ Հիսուսի անունը շատ գեղեցիկ անուն մնե։ Պատկամ մգա, քարոզ մգա, միայն այս անունին մեջ։ Աստվածա որ մենք Աստուծո փառք տանք այս մեծ շնորհքի համար։ Մեծ շնորհքի համար, որ Աստված մեր մեղքերը կչնչի։ Եվ Աստվածաշունչը գսե մեզի, թե Աստված ալ չհիշեր այն ամբողջ մեղքերը, որ մեր կխոստովանենք իրեն, որովհետեւ մենք
հանդարտ եւ խաղաղանք եւ փրկվենք։ Եվ Հիսուսի անունին մեջ ալ ուրիշ պատգամ մգա, Էմանուել, Աստված մեզի հետ, որ կնշանակի թե Աստված ոչ միայն եկավ մեր մեջ, եկավ այս աշխարհի մեջ, սակայն Աստված եկավ նաև մեր մեջ բնակելու, մեր սրտերուն մեջ բնակելու։ Եվ ասիկա կարելի դարձավ Սուրբ Օգին միջոցով։ Սուրբ Օգին միջոցով կարելի է, եթե մենք ընդունենք զենք, կարելի է, որ Աստված մեր մեջ բնակի, մեր սրտերուն մեջ բնակի։ Աստված մեզի հետ, Էմանուել։ Դեռ դա որ մենք կաչալերվենք, զորանանք եւ միշտ ասենք որ փառք տանք Աստուծո այս հրաշալի օրհնության համար, որ ինչպես դերը խոստացավ գադարեց, ինչպես դերը խոստացավ թե ամեն օր մեզի հետ պիտի լա մինչև աշխարհիս վերջը, դերը գադարեց այս խոստում եւ կգադարե դեր մինչև իր կալուստը։ Եթե մենք հավատանք իրեն, եթե վստահենք իրեն, վստահ լանք որ միշտ մեզի հետ պիտի լա, քանի որ խոստացավ եւ գադարեց։ Եվ այս լա մեր ուժը, մեր զորությունը, այս լա մեր հավատքը։ Դեռ դա որ այս դոնական օրերուն արդիվ, այս ծնունդին արդիվ, մենք գրգին Աստուծո փառք տանք եւ գրգին այս փորձառություն ունենանք, այս ուրախություն ունենանք, Տիրոջը հետ բնակելու, Տիրոջը հետ ապրելու, Տիրոջը հետևելու, իրեն հնազանդ լալու եւ դարածելու այս բարի լուրը, որովհետեւ շատեր գտնան այս ուրախությունը, շատեր այս փրկությունը գտնան, շատեր փրկվին եւ ոչ թե գործվին։ Աստված դա որ այս ծնունդին արդիվ շատեր աշխարհի մեջ փրկվին եւ աղոթենք այսօր համար, որ շնորհքը լա աշխարհին համար։ Դեր օրհնե իր խոսքը ամեն։